Շատ բան կա ասելու Ամբաստանյալի մասին, բայց ես կխնդրեի, որպեսզի դատարանը խիստ ուշադրություն դարձներ երկու շատ կարևոր փաստի վրա։ Ամբաստանյալը, ունենալով երկրում ամենախոշոր տրանսպորտային ընկերությունը, իր բեռնատարների միջոցով տարիներ շարունակ փոխադրել է մեծ քանակությամբ թմրանյութեր։ Մեղադրանքի երկրորդ մասը։ Այս մասը մի քիչ անձնական է, բայց նորից կապված է Ամբաստանյալի գործունեության հետ։ 2001 թվականի հունվարի 15-ին Ամբաստանյալի կինը Ժենյա Լագիձեն, իմանալով ամուսնու անօրինական գործունեության մասին, որոշում է կայացնում տեղեկացնել իրավապահ մարմիններին։ Ամբաստանյալը իմանում է կնոջ պլանների մասին եւ դաժանաբար սպանում է նրան։ Այնուհետեւ դիակը թաղում է իր ամառանոցի այգում։ Իսկ հաջորդ օրը բոլորին հայտարարում է, որ կինը մեկնել է երկար ժամկետով Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հաշվի առնելով այս հանգամանքները ես պահանջում եմ դատավճիռ, 40 տարի ազատազրկում։ Պարոն դատավոր, իմ պաշտպանյալը 75 տարեկան է, 40 տարի ոնց կարա նստի։ Լրացում։ Ոչինչ, ինչքան կարա, այդքան էլ թող նստի։ Պարոն դատապաշտպան, այ հիմա կարող եք արտահայտվել, խոսքը ձեզ է տրամադրվում։ Մենք ասելու բան չունենք։ Դա ձեր իրավունքն է։ Դե ինչ, դատարանը լսեց մեղադրող կողմին, լսեց դատապաշտպանին, իսկ այժմ խոսքը տրամադրվում է Ամբաստանյանին, որը ունի վերջին խոսքի իրավունք։ Եվ այսպես, Ամբաստանյան, ձեր վերջին խոսքը։ Ինչ ասեմ, $75,000 Դատարանը հեռանում է քննարկման։ Հələ մտեք, հələ։ Բարև ձեզ։ Ես իմ մեքենան առողջության գողացել են։ Ինչով կարող եք ինձ օգնել։ Հեսա դիմումը ձևակերպեք, անուն ազգանունը ասեք։ Ավետիք Իսահակյան։ Հետ ինչ ծանոթ անուն ազգանունը։ Որտեղ ես ասկլեմ։ Իմ հայրը մի 3 տարի առաջ վայնկոմատում աշխատել։ Երևի։ Ինչ գույնի մեքենա էր, ինչ մեքենա էր։ 85 թվականի Volvo, մուգ կարմիր։ Այս ինչ ձեներ են։ Այնտեղ մարդ են ծեծում։ Չէ, այն մարդ ինչ ծեծել։ Տղաները թենիս են աղում։ Լավ, դուք գնացեք։ Մենք ես գտնենք մեքենան, ձեզ կտեղեկացնենք հլա։ Հաջողություն լա։ Հալա ասա ինչ կա հլա։ Լսում եմ սիրելիս, շատ վատ եմ, որովհետև առավոտյան մեր մեքենան գողացել են։ Ինչպես թե դու ես վերցրել։ Ախր չի կարելի չի առանց զգուշացնելու իմ մեքենան վերցնել։ Պետրոսյան ջան, լավ հավեսով պարծա էր։ Բա ինչ պարզվա։ Ինչ պարզվավ, աղջկան գողացել է, բռնի ուժով էլ տիրացել։ Հարա, այդպես բան ես արել։ Հալա նայր աշկերից մեծ հալա։ Հալա նայր աշկերից մեծ տես բան ես արել։ Չէ։ Պետրոսյան ջան, մինչև գնանք հաց ուտենք, աշկիսից գնդակին դու մի երկու հատ հավեսով տոպկես։ Դավայ։ Ես արդեն եկել եմ ոստիկանություն և դիմում եմ գրել։ Չէ, սիրելիս, ես չեմ բղավում, պարզապես մի փոքր նյարդայնացել եմ։ Եվ ես դիմում անպայման հետ կվերցնեմ։ Ես եմ քեզ սիրում, առայժմ։ Արա հեսա ես քեզ կակտուսով ծավարդեղ եմ պահդև տալու, ասա։ Կներեք, ես իմ դիմում ուզում եմ հետ վերցնեմ։ Ինչի ման։ Իրեք թյուրիմացությունա տեղի ունեցել, պարզվեց, որ իմ մեքենան ամենևին էլ չեն գողացել,
Պարզապես կինս վերցրել է եւ գնացել է խանութներով։ Հենց նոր զանգարեց զգուշացրեց։ Ընկեր, այ դու մեր գործերի մեջ մի խառնվի։ Մենք քո մասի գողին արդեն գտել ենք։ Արա բարձր կարմիր Վոլվոյի տենիս մաշնան բռնաբարը, արա։ Տիկին ջան, զգում եմ սենց ինչ-որ մի բան ման է գալի, բայց չեք կարող կողմնորոշվեք։ Եկեք ինձ ասեք դուք ինչ եք ուզում, ես էլ ձեզ օգնեմ ասեմ դուք ինչ եք ուզում։ Ես փոքրիկ կենդանի եմ ուզում, տանը ամբողջ օրը մենակ եմ, ինձ փոքր ընկեր է պետք։ Պարզ է, տիկին ջան, հիմա եկեք ես ձեր ասացի հիման վրա մի փոքրիկ անալիզ անեմ։ Փաստորեն դուք միայնակ կին եք, որպեսզի իջացնեք ձեր մաստուրբացիոն ֆոնը, ձեզ պետք է ձեր ուրբանիզացված բնակարանի մեջ ունենաք կանաչապատված օղակաձև բիոֆլորա, որտեղ նաև արտե է բիոֆաունա, այդպես է։ Դե մոտավորապես։ Չէ, տիկին ջան, այստեղ դուք ձեզ մի քիչ պետք է սանձեք, որովհետև մեր մոտ մոտավորապես ոչ մի բան չկա։ Եթե նկատեցիք մեր խանութի անունը ճշգրիտ կենդանիներ, այսինքն մենք մակրո քաղաքականությամբ չենք զբաղվում։ Մեր մոտեցումները ավելի միկրո են, այսինքն յուրաքանչյուր հաճախորդին անհատական կենդանի։ Պարզ է։ Ահա, դե հիմա ես ձեզ մի ճիշտ բան ասեմ, դուք ասեք, որ ես ձեզ ճիշտ բան եմ ասում։ Ձեզ պետք է ոչ ստանդարտ լուծում։ Այո։ Ազիզ, բայց քո մասը ոչ մի պատխաջաշի բան չունեմ։ Արի հալնենք պայս, տեղ գժական ապրանք ունեմ քո համար։ Էսա քուրջան։ Տղամարդուն փոխարինող մոծակ։ Սա ինչ է նշանակում։ Քուրջան ինչ-որ գրած է, դա նշանակում, այսինքն ինչ-որ քո այդ տղամարդը պետք է անի, ես մեր բոլորի կողմից սիրված է վարգված մոծակն անելու։ Իսկ սա ո՞նց են օգտագործում։ Շատ հասարակ։ Հանում ես, պարկում ես, այս բանկ եմ բացում ես, զանգուլակը վեկալում զանգում ես, մեր մոծակը գալիս է սիրուն ձևով իր անելիք անում է, հետո համ ես ձևով գալիս է նստում է հետ իր բանկի մեջ։ Լավ։ Իսկ եթե պրոբլեմ առաջացավ։ Քուրջան, մեկ մի քիչ ես սաղանձեք, հա։ Առաջին հերթին սա մաքուր գերմանական մոծակ է, սրանք 5-ից 7 տարի ոչ մի պրոբլեմ չեն տալի։ Երկրորդը, եթե հանկարծ ինչ-որ մեկ պրոբլեմ եղավ, այսին վիզիտ կանա։ Դուք կարող եք զանգարել, ես 24 ժամ աշխատում եմ։ Մենք ձեր յուրաքանչյուր խնդրի կարձականքենք։ Ախր նենց հարցեր եք տալիս ջղայնացնում եք Քուրջան, որ ես էլի դարակիրտ են սկզբի նման։ Հիմա սա ձեզ դուր է գալը։ Լավ կներեք, ես սա վերցնում եմ։ C'est bon. I love her, say that in France. Ah, when they thrill to romance, it means it's oh so good. Ah, c'est bon. Ah, so I say it to you. I like the French people do. Because it's oh so good. Ալո, բարև ձեզ, ես մոծակի հարցով եմ զանգել։ Ճիշտ ասած նստելա պատալոգին չի իջնում։ Լավ, եկեք։ Բարի բուն ձեզ։ Եկեք։ Ուր է էդի։ Հենա, նստելա վերևով ոչ մի բան չի անում։ Տիկին ջան, մեծ ձեզ սանձեք, հա։ Պարկեք ես կկարգավորեմ։ Նայ արա, վերջ անգամ եմ քեզ ցույց տալի ոնց ես անում։
Վերջ հետ 4 հոգուն ասի եկեք ստեղ։ Պետք է տենանք ովա մեզանից շատ խմում, ես թե դուք։ Հրավիրեցի հենց ստեղ, նստեցեցի այն սեղանին։ Կանաչ դեմքով բլնդա է, ովավոր։ Թենա, ստեմ շորով։ Ապերն դե կանաչ դեմքով մարդ չկա։ Ոչ չկայնը կանաչ դեմքով գալիս ավիք ստեղ։ Հենա չես տենում։ Կարևոր չի։ Վերջ այդ 4 հոգին աշ այնքան խմեցին, ես ուշադիր նայում էի։ Նոր տարուն Բարեօր ապեր։ բարյով ապեր։ Արկածիկը դու ես։ Հա, ես եմ, բա դու ով ես։ Ես մահն եմ տղա ջան։ Մեկ ասես ստորագրի։ Ուրեմն վաղը ժամը 8-ին մի մարդու նման վեշերը հավաքած ստել ես։ Ունի դայ բոգ եթե չգաս։ Գետնի տակից եմ գտնելու։ Եղավ։ Բա ուր են գնալու վաղը։ Այնտեղ որ բուրմունք չկա։ Աշտեսան։ Ում ապեր։ Այդ կանաչ դեմքովի սև շորով, կես ժամը հետը խոսում, չտեսան։ Ապե դու լուրջ ես ասում։ Հա, ասում լուրջ եմ ասում, բայ չեմ անում։ Ապեր ուրեմն ինձ լս։ Այնտեղ հաստատ մարդ չկար։ Ու դու ինքդ քո հետ էիր խոսում։ Ոնց ինքս իմ հետ էի խոսում։ Գալու է ինձ տանի։ Մահը։ Որտեղ որ բուրմունք չկա։ Դու գիտես ես գժվել եմ, չէ՞։ Լուրջ եմ։ Չեմ գժվել։ Լուրջ ես ասում, ասի։ Մեր հարևան Ջուլիկի մարդը մոտել էր եկել, մահա մի օր հետո մեռավ։ Ո՞տ մեռավ։ Հա, ստեղ չէին հավատում, ծիծաղում էին։ Այդ մեր Ջուլիկը է։ Պետք է փախնենք Ամերիկա։ Զանգի ձերոց։ Պետք է փախնենք Ամերիկա։ Այ մարդը չի փրկի։ Ո՞չ ես գժվել։ Այդ չես անում։ Փախնեմ չգտնից։ Լսի, այդ չի փրկի քեզ։ Ուզում ես Իտալիա գնա, Ֆրանսիա, Ճապոնիա, Գերմանիա։ Մահը որ քեզ գտավ։ Всё։ Ուներ ուզում ես գնա, չես փախնի։ Բայց չենք անելու։ Լսի հանգստացի, ես մի հատ լավ պլան ունեմ, նստի։ Նստի։ Ինչ չենք անում։ Լսի ուրեմն ինչ ենք անում։ Լսի։ Լսում եմ։ Մենք քեզ փոխում ենք լրիվ, դեմքդ։ Ինչի համար։ Որ մահը չճանաչի։ Հետո բա։ Դե որ չճանաչի, ուրեմն չի տանի։ Ճիշտ ասում ես։ Ոնց է։ Լավ է։ Լավ է, բայց ինձ հաստատ ինձ չի ճանաչի։ Լսի։ Սենց, դաժե քո հարազատ ծնողները քեզ չեն ճանաչի։ Ուր մնաց մահը։ Դե всё, գնա։ Չփոխվեմ։ Չէ, ինչ փոխվել, գնա, ասած գնա։ Լսեք հələ։ Ժամը քանիսն է։ 8:05։ Բարկացիքը ուր է։ Այսօր չեմ տեսել։ Ուշիմ լսեք ինչ եմ ասում։ Եթե 10 րոպեից արկածիկս դե չեղավ, տանում եմ այ քեզ քաչան։ Եղավ։ Ես լուսիկ եմ։
Օպարջան, ստեսքի կանգնելու տեղ չկա, դու մարդ ես բեկալու։ Ապսեք ես չունեմ փող տալու, Ընկեր ջան, առանց այդ տեղ չկա, ինչ եկեք կպե ինձ է ձեր մարմնով։ Գուրիկ ջան, ուղղակի այսօր աշխատավարձ եմ ստացել, այդ ամբողջ գումարը գրպանը սավուր է, ուրիշ բան չմտածեք։ Շեֆ ջան, կանգ առում պայս։ Որ ես կանգառից հետո աշխատավարձը տավելացրի։ Բոլոր մարմնական վնասվածքները, որոնք առկա են հիվանդի մոտ ավտովթարի պատճառով, չեզոքացվեցին մեր բուժազնակազմի կողմից, սակայն հիվանդը գտնվում է կոմայի մեջ եւ պարզ չէ ինչքան այն կտևի։ Ոնց։ Սիրելի բուժաշխատող, ես քեզի սիտուացիան բացատրեմ, դու հասկանաս, երևի չես պատկերացնում։ Ես մեր աղբերը եկա ունեցվածքի տեր մարդ է, եկա գործարաններ ունի, բաներ ունի։ Ցավը տանեմ, ես ախր ոնց բացատրեմ, դու հասկանաս Են մի հատ մուրտիկ կար են, որ անցիլոպը սենց վազելով է թմա, ոտերով խպում է, ոսկին թռնում է հետևից։ Այդ անցիլոպին ինքը 3 տարի պահել։ Հմի ցավը տանեմ, վռաչեվացել ջան, էսի մեր աղբերն է, էս էլ մեր աղբոր ընտանիքն է, էսի մեր կնիկն է, էսի մեր երեխեքն են։ Մեր մեջ տարբերություն չկա, էլի ցավը տանեմ, մենք այդքան մոտիկ ենք, աղբեր ենք։ Կներես էլի քուր ջան։ Հմի աղբեր ջան, էս ընտանիքը այսօրվա ավարիայից հետո Մաշնեն ջարդվավ, ծելախլանիցելները մեջը մնացին։ Օբշի այդ ավարիայից հետո այս ընտանիքը $250,000 փող է կորցրել։ Ջոգում ես ինչ եմ ասում, ցավը։ Հիմա այս մարդը ստե պարկացա, կոնկրետ հիմա իր հաշվին $10 միլիոն փող կա։ Այս մարդը որ սես պարկած մնաց, այդ 10 միլիոնը փուջալն է։ Դրա համար ցավը տանեմ, դու մի հատ կոնկրետ բան ասա, աղբեր ջան, որ մենք էլ մեր իմանալիքը իմանանք ցավը տանեմ ու անելիքը անենք, այ Կներես էլի քուր ջան։ Ընկեր ջան, ես ձեզ նորից եմ կրկնում։ Հիվանդը գտնվում է կոմայի մեջ։ Ցավոք սրտի բժշկությունը անզոր է։ Միայն Աստծուն է հայտնի, թե ինչ կարող է լինել նրա հետ։ Слышу голос из прекрасного далека, голос утренней серебряной росы. Слышу голос и манящая дорога кружит голову, как в детстве карусель. Прекрасное далеко, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь от чистого истока в прекрасное далеко, в прекрасное далеко я начинаю путь. Слышу голос из прекрасного далека, он зовет меня в чудесные края. Հիվանդանոցի հեռախոսային ծառայություն։ Ազիզ ջան, այսօր ամսի քանիսն է։ Օգոստոսի 13-ը։ Ո՞տ։ Հոր տարին է։ 2050 թվական։ 2050։ Այո։ Հələ
Ինձ միացրա հայարդ գործարանը։ Եթե տեղակ եք հեռախոսազանգը վճարովի եմ։ Ոչինչ, դու միացրա շտաբ մենակ։ Մեկ վարկյան։ Հայարդ գործարան։ Աղջիկ ջան, հենց միած շուտ միացրա հաշվապահություն Սիմոնյանին։ Մեկ րոպե։ Հաշվապահություն Սիմոնյանը լսում է։ Սիմոնյան դու ես։ Ո՞վ է։ Հետ աղասն է։ Ինչ աղաս։ Զաքարյան աղասը։ Վայ շեֆ ջան, ես գիտակցությունը տեղն է եկել, այս ինչ լավ բան եղավ, վայ ցավը տալել։ Հետ լրիվ հետո տղա ջան, դու ինձ ասա, այսօրվա դրությամբ իմ հաշվին ինչքան փող կա։ Հեսա նայեմ շեֆ ջան։ Շեֆ ջան, քո հաշվին մնացել է 5 միլիարդ 400 միլիոն դոլար։ Հեղա։ Բայց շեֆ ջան, ոնց անեք իրար տեսնեք, լիքը բան կա պատմելու, բայց ինչ լավ բան։ Հետո կգամ հետո։ Աջոք շեֆ ջան։ 5 միլիարդ։ Լսում եմ։ Խոսակցության երկարությունը 2 րոպե, արժեքը 6 միլիարդ 500 հազար դոլար։ Слышу голос